Նախ ռետորական հարցն ուզում տալ, հասկանալով որ պատասխան չի լինելու, կարիք էլ չկա։ Սարգիս Հարությունյանը եզրափակիչ ելույթում ընդգրկված է լինելու անուն ազգանունով թե ինչ է գործել, երբ որ հիմա մեղադրական այս ամբողջ իրավիճակում գոյություն չունի, ոչ մի կարգավիճակ չունի։ Եզրափակիչ ելույթում կամ եզրափակիչ խոսքում ընդգրկված է լինելու անուն ազգանունով Սարգիս Հարությունյանը նշանակում է իր վրա որևէ հոդված է դրվելու, որ հիմա գոյություն չունի։ Եվ երկրորդ, մեղադրող կողմը ասում է, որ նույն կերպ պտտվում, նույն կերպ պտտվում, որովհետև դուք եք նույն կերպ պտտվում, որովհետև խուսափում եք պատասխանը, որովհետև պատասխան չունեք, խուսանավում եք թևապես, ինչպես անցյալ անգամ ասել եմ, ինչպես մեղադրանքն է եղել լղոզված, որևէ մեկ հետ կապ չունեցող, այնպես էլ եզրափակիչ ձեր խոսքը, եւ այո, պարոն Սարգսյան ճիշտ է ասում, ասեք ո՞րն է այդ հետագան, գնանք այդ հետագայից գանք։ Մեղադրող եք, բայց մեղադրանք էլ մի ներկայացրեք այն իմաստով, որ մարդիկ նույն ձևով պտտվում են նույն պոլեմիկայի մեջ։ Մի խուսափեք, չպտտվենք, մի խուսանավեք։ Եվ դուք վստահ եք, որ գիտեք, որ այդ խուսանավելով փորձում եք հասցնել մի հանգրվանի, որտեղ նորից լղոզված խոսքեր եք ասելու, հիմա էլ արձանագրել, որ Սարգիս Հարությունյանը ձեր եզրափակիչ խոսքում չի լինելու։ Եվ եթե չի լինելու, հիմա ինչ գործում է այդ ապացույցը։ Ինչ գործ ունի։ 18 հոգի մարդ ենք այստեղ, չէ՞։ Մեղադրյալի կարգավիճակով։ Միգուցե էլի նորից առանձին չլինի, այն ինչ որ կարդում եք 18 անգամ, նորից էլ 18 անգամ կարդալու եք։ Նույն բանը, տառերով, ստորակետներով, վերջակետներով։ Բայց Սարգիս Հարությունյանը չի լինելու այնտեղ, որովհետև հիմա էլ չկա։ Ու դուք բերել եք ապացույց իբր թե ներկայացնելու եւ ճիշտ էր ասում եւ պաշտպանը։ Միգուցե նաեւ պատահական ինչ-որ տեղից հայտնվել է այդտեղ ուրիշ գործով, չգիտեմ։ Սա շատ կասկած հարցով ընթացք է, շատ ճոխացնել, փորձել ճոխացնել ավելի ճիշտ եւ ասել թե ինչքան մարդ էր ներգրավված, բայց 18 հոգի են մեղադրվում։ Եվ հետեւաբար այո, պաշտպանների առաջարկը շատ ճիշտ է, պատվարժան դատարան։ Այս ապացույցը վերաբերելի չի, ես վաղը այստեղ եմ սովորել, թե որտեղից եկավ չգիտեմ, բայց վերաբերելի չի։ Այո չի, այլապես ուր է Սարգիսը չկա։